Պետական բուհերում մագիստրատուրայի ընդունելությունն արդեն սկսված է։ Այն անցկացվում է երկու փուլով՝ անվճար եւ վճարովի տեղերի համար։ Անվճար կամ պետպատվերի շրջանակներում ընդունելության դիմումները կընդունվեն մինչեւ հունիսի 10-ը, վճարովի տեղերի համար մինչեւ օգոստոսի 25-ը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս անվճար տեղերը խիստ սահմանափակ են, բայց ի տարբերություն բակալավրի ընդունելության մագիստրատուրայում դիմորդների պակաս չի լինի, ենթադրում են ոլորտի մասնագետները, կարծիք հայտնելով, որ սահմանված տեղերը կհամալրվեն։ Անվճար տեղերը իհարկե սահմանափակ են, տարկետման իրավունքով տեղերը առավել եւս, տեսեք 38 անվճար տեղից ընդամենը 4-ը տեղ է տարկետման իրավունքով։ Իսկ ուրեմն սահմանափակ են նաեւ վճարովի տեղերը։ Կառավարությունը որոշում է այդ մագիստրատուրայի մասին է, չէ՞։ Մագիստրատուրային հատկացված տեղերի քանակը եւ իջեցնում է փուլին։ Փուլն հետո ըստ նախնական ստացած տվյալների, թե որ մասնագիտությունից ինչքան մարդ են ավարտում, ինչպիսի որակի բան են, որոշում է այդ տեղերի քանակը։ Ընդունելության սահմանված կարգը նույնն է, բացառությամբ մեկ նորամուծության։ Այս տարի մագիստրատուրայի անվճար համակարգում ուսուցման համար կարող են դիմել բանակի զորացրվածները։ Այդ դեպքում նրանց ընդունելությունը կանցկացվի մրցույթից դուրս։ Յուրաքանչյուր բուհում կան ընտրված մասնագիտություններ։ Նախատեսված են անվճար տեղեր բանակի զորացրվածների համար։ Ամեն մի բուհ մինչև կառավարության որոշումը ընդունելը ներկայացնում է հայտ նախարարություն, կրթության նախարարություն, ուրեմն մասնագիտությունների, տեղերի, այդ թվում նաև բանակի զորացրված ուրեմն դիմորդների համար։ Մինիմում մի տեղ հատկացում են նրանց համար, որ գալիս են բանակից։ Պետական մանկավարժական ինստիտուտում բանակի զորացրվածների համար ընտրված հավելյալ անվճար տեղերը նախատեսված են ֆիզիկայի, աշխարհագրության եւ ինֆորմատիկայի բաժինների համար միայն։ Այլ մասնագիտությունների դեպքում նախատեսված անվճար տեղերի քանակն անփոփոխ է։ Ռեկտոր Վարդևան Գրիգորյանի խոսքերով այդ մասնագիտությունների ընտրությունը պատահական չէ։ Մենք վերցրել ենք այն մասնագիտությունները, որտեղ տղաների քանակը միշտ ավելի շատ է եղել։ Անվճար հավելյալ տեղերում ընդունվելու համար կարող են դիմել ինչպես նախնական զինվորական ծառայությունն ավարտած, այնպես էլ նախորդ տարիների ուսումնառության ժամանակահատվածում անբավարար առաջադիմություն կամ ներքին կարգապահական կանոնները խախտելու համար բուհից հեռացված, բայց ծառայությունն ավարտած դիմորդները։ Եթե տվյալ մասնագիտության համար լինեն զինծառայությունն ավարտած մեկից ավելի դիմորդներ, այդ դեպքում տեղի կունենա ներքին մրցույթ հավակնոր դիմորդին ընտրելու համար։ Արտոնություններով մրցույթից դուրս կարող են մասնակցել այդ տեղերը ընդունվելու համար, կարող է ընդունվել անվճար։ Իսկ եթե նույն տեղի վրա կունենանք մի քանի դիմորդներ, մեկից ավելի բանակի զորացրված դիմորդներ, արդեն նրանց մեջ կանցկացվի մրցույթ եւ մրցույթի արդյունքում անվճար տեղ կհրամանագրվի այն դիմորդը, որը ավելի բարձր ուրեմն առաջադիմություն կցուցաբերի։ Պետական բուհերի մագիստրատուրաներում անվճար եւ վճարովի տեղերի, ինչպես նաեւ զինծառայությունն ավարտած դիմորդների ընդունելության արդյունքները կամփոփվեն օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը։ Շուշանա Գրիգորյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։